Բարի երեկո, հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորի մասին նախ համարոտ։ Մեկ տարի ձգված դատավարություն ու վճիռներ Բաքվի դատական թատրոնի վերջին գործողությունը։ Բագրատ Սրբազանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել, ինչ է պահանջում փաստաբանը։ Ներսում հանդիպում, դրսում ակցիա, նույն սցենարը երկու երկրների մայրաքաղաքներում, Ալեն Սիմոնյանը Մոսկվայում է, ԵԽԽՎ ներկայացուցիչը Երևանում։ Եվ ինչ պետք է անեն լրատվամիջոցները, եթե հայոյանք է հնչում ուղիղ եթերում։ Բաքվում մեր հայրենակիցների մեկ տարի ձգված դատական ֆարսն ավարտվեց, հնչել են վճիռները։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին եւ Արցախի 4-րդ նախագահ Արայք Հարությունյանին դատապարտել են ցմահ ազատազրկման, իսկ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին 20 տարվա ազատազրկմամբ, քանի որ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկել։ Բաքվի դատարանը վճիռ է կայացրել նաև մյուս հայ գերիների վերաբերյալ։ Գարիկ Մարտիրոսյանին դատապարտել են 18 տարի ազատազրկման, Դավիթ Ալավերդյանին 16, Մադադ Բաբայանին եւ Մելիքսեթ Փաշայանին 19 տարի, Գուրգեն Ստեփանյանին, Վասիլ Բեգլարյանին 15 տարի ազատազրկման։ Մայրաթորը Սուրբ Էջմիածինը վերահաստատում է իր հանձնառությունը աշխարհասփյուռ իր կառույցներով շարունակելու հետևողական ջանքեր գործադրել միջազգային եւ միջեկեղեցական հարթակներում, ի խնդիր գերեվարված հայրենիների ազատ արձակման եւ հայրենիք վերադարձի։ Մայրաթորը հայտարարություն է տարածել եւ իր զորակցությունը հայտնել Արցախի պատանդարված պետական գործիչներին, ռազմագերիներին եւ նրանց ընտանիքներին։ Դա ակնհայտ կեղծ դատավարություն էր, որտեղ մեր հայրենակիցների բոլոր իրավունքները խախտվել են, գրել է Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Հանդիլյանը։ Նրա խոսքով այն իրավական որևէ հիմք չունի եւ բացահայտ ծառայում է բացառապես քաղաքական շարժման նպատակի, ուղղված Հայաստանի եւ Արցախի դեմ։ Հայաստանի իշխանությունները եւ միջազգային հանրությունը պետք է միջամտեն եւ հստակ դիրքորոշում հայտնեն։ Մեր հայրենակիցների ազատ արձակումը պետք է դառնա գերակա քաղաքական ու իրավական առաջնահերթություն։ Կեղծ դատավարությունները չունեն եւ երբեք չեն կարող ունենալ լեգիտիմություն, սակայն սա կարող է եւ վնասում է ժողովուրդների խաղաղ համագեցությանը։ Մինչեւ վերջին մարտն ադրբեջանական գերությունից չվերադառնա Հայաստան, այս հարցը լինելու է իմ քաղաքական ու անձնական օրակարգում։ Կեղծ դատավարություն հորինված գործերով առանց իրավական հիմքի։ Բաքուն մեկ տարի է դատում է, մեղադրում, հարցաքննում ու տանջում է մեր հայրենակիցներին իր հորինած իրավական նորմերով, առանց անկախ դիտորդների միջազգային վերահսկողության։ Իսկ որտեղ էին այդ ընթացքում միջազգային կառույցներն ու գերտերությունները, ինչ արեցին կամ չարեցին, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Մարդկային եղբայրության ու համերաշխության մրցանակները ձեռքներին, լայն ժպիտը երեսներին, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները դուրս եկան աշխարհի առաջ, միմյանց ձեռք սեղմեցին, գրկախառնվեցին, այս ամենի տակ թաքցնելով մուրճը, որի զարկով Բաքվում ցմահ ազատազրկեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, մյուս գերիներին ազատազրկեցին 15-ից 19 տարով։ Ընդ որում հայկական երկրորդ պետությունը կերտած, դրա հիմքում ամուր կանգնած մեր ղեկավարներն իրենց պատիժը կրելու են Ադրբեջանի ամենախիստ բանտերում։ Հայաստանի Հանրապետությունը այս մերձեցման շրջանում մի քանի տարիների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերեց, որ չի լինելու մեկը մյուսի հանդեպ միջազգային որևէ ատյանում որևէ հարից։ Սրանով եւս փակվեցին շատ դռներ։ Մարդակենտրոն բնորոշում ստացած միջազգային իրավունքի կառույցներն այս ամենին լուռ հետևեցին 2 տարի ու մի քիչ ավելի։ Կոչերից ու աջակցող հայտարարություններից անդին միջազգային որևէ կառույց չմիջամտեց, չհետևեց, որ Բաքուն կատարի իր իսկ կողմից ստորագրված միջազգային կոնվենցիաները։ Իսկ թե Բաքվում պահվող մեր հայրենակիցների հանդեպ ինչու է միջազգային հանրությունը լուռ, մեկ պարզ օրինակ կա, որովհետև Հայաստանի իշխանությունները իրենց օրակարգում չունեն այդ հարցը։ Օգոստոսի 8-ին 2025 թվականի, երբ Տրամպի հետ ստորագրվում էին հայտնի փաստաթղթերը, այնտեղ մի փոքր դրվագ եղավ, երբ Տրամպը հարցրեց գերիների ճակատագրի
մասին եւ այդ հարցը կարծես այսպես փակվեց Նիկոլ Փաշինյանի կողմից։ Բայց ով պիտի դրթեր միջազգային հանրությանը կույր ու խուլ չձևանալ։ Միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանն ասում է, այս համակարգն ինքն իրեն չի աշխատում, այն աշխատեցնել է պետք։ Ղեկը պետության ձեռքին էր, իշխանությունը վարել չգիտեր։ Այն, որ այս դատավարությունը իրավական տեսանկյունից ֆարս է, բեմադրություն է, եւ քիչ թե շատ իրավանական գիտելիքներ ունեցող մարդկանց ականջին եւ աչքերին ակնհայտ է դեռ ամենասկզբից։ Այդ թվում նաեւ միջազգային այն կառույցներին աչքերին, ովքեր որ այս կամ այն կերպ զբաղվում են նմանատիպ հարցերով, հա, բայց պետք է մենք էլ մի քիչ իրատես լինենք, հասկանալով համար, որ միջազգային կառույցները իրենք ինքնաշխատ մեքենաներ չեն, որ այսպես նայեն, տեսնեն աշխարհում ինչ է կատարվում եւ արձագանքեն։ Սիմոնյանը հիշեցնում է, Հայաստան եւ Արցախ պետությունների, այս պետությունների ժողովրդի շահերի պաշտպանությունն իր վրա էր վերցրել Հայաստանի իշխանությունը, ոչ թե միջազգային իրավապաշտպան կառույցները կամ այլ միջազգային կառույցներ։ Ընդ որում, Հայաստանը գերիների վերադարձի մասին հայցեր ունի միջազգային ատյաններում, որոնք հաջողությունների են հասել, սակայն իշխանությունը հետ է կանչում դրանք։ Ադրբեջանի թևերը ավելի են ընդարձակում, որտեղ նույն միջազգային կառույցներում, որոնք պետք է պաշտպանեին հայկական շահը եւ ռազմաքաղաքական ղեկավարների, գերիների, Հայաստանի Հանրապետության հայ ազգի շահերը եւ այլը, այդ սուբյեկտը, որ այդ հարցերը բարձրացնել Հայաստանի Հանրապետությունին, ինքը ասում է, որ այդ խնդիր չունեմ Ադրբեջանի հետ ու պատրաստ եմ հետ վերցնել բոլոր հայցերը։ Նոյեմբերի 9-ի պայմանագրով, տարբեր կոնվենցիաներով մեր հայրենակիցները վաղուց կլինեին հայրենիքում, եթե այդպես կամենար Հայաստանի իշխանությունը, ասում են զրուցակիցներս։ Միջազգային կառույցներից ակնկալիքներ չունենալ են հորդորում։ Ասում են, իրենք անձամբ են ծեծում նրանց դռներն ու ստանում են մեկ պատասխան։ Ձեր իշխանությունն է Պիղատոս Պոնտացու կեցվածքով լվացել ձեռքերն ու հրաժարվել եւ Արցախից եւ գերիներից։ Սդամ Ակարյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Կեղծ եւ փակ դատավարություններից հետո այժմ հարցը մեկն է. ինչպես մեր բոլոր գերիներին վերադարձնենք հայրենիք, համոզված է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Բեգլարյանի խոսքով գործող իշխանությունը անելիք ունի, իսկ գլխավոր հնարավորությունը Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի առաջիկա այցն է։ Իսկ ինչ էր անում գործող իշխանությունը մեր հայրենակիցների դեմ ընթացող գործերի վճիռները հրապարակելուց ընդամենը մեկ օր առաջ։ Փաշինյանն ու կառավարության անդամները Աբու Դաբիում հանդիպում էին Ալիևի հետ, միասին կիսում եղբայրության մրցանակն ու խոսում խաղաղության մասին։ Սակայն խաղաղություն կոչվող մրցանակի դարձերեսին մեր ոտնահարված իրավունքներն են ու այդ ամենի գինը վճարող հայ մարդը։ ՑՄ ազատազրկում Բաքվում, խաղաղություն Աբու Դաբիում, Անի Աբաղյանն է ներկայացնում։ Կապ չունի դասակարգ, մաշկի գույն, հավատք, բոլորս մեկ լեզվով ենք խոսում, եւ այդ լեզուն սերն է։ Բաքվում ՑՄՀ դատապարտվեցին Արայիկ Հարությունյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը 20 տարով։ Քաղաքացիական անձինք եւս 15-20 տարով ազատազրկվեցին։ Զուգահեռ իրականությունում ենք ապրում, որտեղ եղբայրության մրցանակին հաջորդում են դատավճիռները։ Սա ընդհանրապես հերթական անգամ վկայում է վաղուց պարզ մի իրողություն, որ խոսք չկա խաղաղության մասին դրա բուն իմաստով։ Խոսք կա խաղաղություն պարտադրելու մասին։ Հայ ժողովուրդը հավաքական առումով մշտապես ձգտել է խաղաղության, բայց մարդիկ անգամ զգայական մակարդակով գիտեն, որ դա չկա, ասում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Մեզ պետք չէ համոզել, որ խաղաղությունը լավ բան է, քանի որ ցանկացած մարդ ասում է խաղաղություն լինի, մնացածը կլուծենք, բայց մարդիկ անգամ զգայական մակարդակով գիտեն, որ դա չկա։ Կա հարաբերական անդոր, կա Ալիև-Փաշինյան փաստացի պակտ, ընդդեմ հայկական պետության ինքնության հնարավոր հզորացման, իսկ առանց հզորացման չի կարող լինել կայուն եւ երկարատև խաղաղություն։ Հռոմի պապի որակմամբ աշխարհի հույսի սերմնացամների Ալիևի եւ Փաշինյանի պատճառով Բաքվում ՑՄՀ ազատազրկված գերիների հարազատները 2 տարուց ավելի է չեն տեսնում նրանց։ Խոսում են հազվադեպ ու հատուկ վերահսկողությամբ։ Նրանք ամեն օր հույս են ունենում կվերադառնան հարազատները, բայց արդյունք դեռ չկա։
Հայաստանի իշխանությունը եւ միջազգային հանրությունը պետք է միջամտեն եւ հստակ դիրքորոշում հայտնեն։ Մեր հայրենակիցների ազատ արձակումը պետք է դառնա գերակա քաղաքական եւ իրավական առաջնահերթություն։ Կեղծ դատավարությունները չունեն եւ երբեք չեն կարող ունենալ լեգիտիմություն, սակայն սա կարող է եւ վնասում է ժողովուրդների խաղաղ համակեցությանը։ Հայաստանի գործող իշխանությունը հստակ անելիք ունի։ Գլխավոր հնարավորությունը ըստ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի Միացյալ Նահանգների փոխնախագահի Հայաստան այցն է։ Մինչդեռ Հակոբ Բադալյանը հիշեցնում է օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգների նախագահի առաջարկը Փաշինյանին ռազմաքաղաքական ղեկավարների ու գերիների վերադարձի մասին։ Միացյալ Նահանգները այս հարցում էլ, եթե ունենա հետաքրքրություն կամ դրսևորի հետաքրքրություն, պարզապես առաջնորդվելու է ինչ որ գործարքային տրամաբանությամբ, ինչը նշանակում է, որ այդ խնդրի լուծումը այդ դեպքում էլ Հայաստանից պահանջելու է ինչ որ զիջումներ։ Բնականաբար այս ամեն ինչում առանցքային հարցերից մեկն այն է, թե Հայաստանն ինչպես է բանակցում այս թեմայով, որովհետև այստեղ նաև ոչ միայն ցանկության խնդիր է, այլ նաև բանակցային հմտության եւ կարողության։ Գրեթե 11 ամիս առաջ, երբ Բաքվում դատավճիռ չէին կայացրել, զրուցել էինք Դավիթ Իշխանյանի կնոջ, Հասմիկ Սարգսյանի հետ։ Նա գնահատել էր վիճակն ու ընդգծել. ոչ մի աշխատանք էլ տեսանելի չէ, բայց ուզում ենք հավատալ, որ աշխատում են։ Աշխատում են, բայց երևացող արդյունքը մրցանակ ստանալը, ձեռք սեղմելն ու խաղաղություն բառն արտասանելն է։ Անի Աբաղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Առանց հայ գերիների վերադարձի անհնար է հասնել տևական խաղաղության։ Հայաստանյան իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները նամակով դիմել են Ջեյդի Վենսին։ Կոչ են անում Վենսին ու Միացյալ Նահանգների վարչակազմին քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայերը հնարավորինս շուտ կարողանան միանալ իրենց ընտանիքներին։ Այսօր Միացյալ Նահանգների նախագահի առաջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են քայլեր ձեռնարկել խաղաղության հասնելու ուղղությամբ, բայց ակնհայտ է, որ Հայաստանի հանրության համար Ադրբեջանի խաղաղության խոստումներն արժանահավատ չեն կարող հնչել, քանի դեռ այնտեղ պահվում ու տառապանքների են ենթարկվում հայեր։ Համոզված ենք, որ մարդասիրական հարցերի լուծումն առանցքային է երկու երկրների միջև վստահություն կառուցելու համար։ Առանց նման վստահության անհնար է հասնել տևական խաղաղության։ Իսկ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որի գործը դատարանն առանձին է քննում, հեռախոսով զրուցել է կնոջ հետ։ Նա խնդրել է Ալբերտ Կամյուի ընդվզող մարդը էսեից մի միտք մեջ բերել։ Ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է, բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։ Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի, այլ տարբերակ էլ չունենք, կամ կվերածնվենք, կամ կմեռնենք։ Ներսում ակցիա, դրսում հանդիպում, նույն սցենարը Երևանում ու Մոսկվայում։ Ազգային ժողովում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթը հանդիպում էր ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչների հետ։ Իսկ մինչ խորհրդարանում ընթանում էր հանդիպումը, դրսում ակցիա էր հաջակցություն քաղբանտարկյալների։ Հավաքվածները պահանջում էին, որ միջազգային հանրությունը գործածի իր լծակները ու աչք չփակի Հայաստանում իրականացվող ապօրինի գործողությունների վրա։ They came to Armenia, speak about human rights. Նրանք գալիս են Հայաստան, խոսում մարդու իրավունքների, կյանքի, ազատությունների եւ հնարավորությունների մասին, սակայն հիմա նրանք նույնիսկ չեն ուզում նկատել քաղբանտարկյալներին այստեղ, Հայաստանում։ Նրանք գալիս են այստեղ, խոսում մարդու իրավունքների, կյանքի եւ ազատությունների մասին, բայց հիմա նույնիսկ հրաժարվում են խոսել Բաքվի բանտերում հայերի տառապանքների մասին։ Չի կարող մի մրցանակ շնորհել մի բռնապետի, որ գերության մեջ է պահում մեր հայրենակիցներին տևական ժամանակ, խոստանքելով, տոտալ իրենց իրավունքները խախտելով եւ պատանդի կարգավիճակով պահելով բանտում։ Մեր պահանջը շատ հստակ է՝ խոսել արդարության մասին, թաքցնել իրականությունը, թույլ չտալ, որ Հայաստանի իշխանությունները օգտագործեն եվրոպական կառույցների հետ կրկնում են միջպետական հարաբերությունները այստեղ քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Լավրովը տարօրինակ է անվանել Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների մասին պաշտոնական Երևանի հայտարարությունները եւ դրանք կապել ներքաղաքական ու նախընտրական գործընթացների հետ։
Наши коллеги из Евросоюза весьма и весьма. Տարօրինակ է լսել Հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող առասպելական հարձակումների մասին պարբերաբար հնչող հայտարարությունները։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մեզ մոտ ըստ էության արդեն իսկ մեկնարկում է։ Եվ կարող եմ ձեզ վստահեցնել, որ երբ արտերկրից ակնհայտորեն ակնարկելով Ռուսաստանին ազդակներ են հնչում, թե ինչ որ մեկը պատրաստվում է միջամտել ընտրություններին, երբ Երևանից են Եվրամիությանն ուղղված կոչեր հնչում թույլ չտալ այդ միջամտությունը, այդ ամենը մեզ համար տարօրինակ է։ Մենք կարծում ենք, որ պատասխանատու քաղաքական գործիչները Երևանում հասկանում են, որ նման քայլերը ակնհայտ սադրիչ նպատակներով են արվում։ Սիմոնյանն էլ արձագանքել է Լավրովի մտահոգություններին, ասում է Հայաստանը չի փորձում որևէ բան անել Ռուսաստանի դեմ, նման ընկալում չկա եւ երբեք չի լինի Հայաստանի Հանրապետությունում։ Я не хочу, чтобы было такое понимание здесь. Ես չեմ ուզում, որ Ռուսաստանում նման ընկալում լինի։ Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք չունենք եւ երբեք չենք ունենա նման ընկալում։ Դա սխալ է այն ամենի հանդեպ, ինչ մենք արդեն ունենք։ Սիմոնյանի այցին զուգահեռ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան դիմաց կրկին բողոքի ցույցերի Պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսի ձերբակալված հոգևորականների եւ մյուս քաղբանտարկյալների։ Ամեն հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Ելիցի անուն քո, եկեցե արքայություն քո, Ելիցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, ըսած մեր Ալեն Սիմոնյանը հանդիպել է նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի խորհրդարանի ընտրությանը, եթե Երևանը որոշի եւ հրավեր ուղարկի։ Երևանում էլ դատական նիստերի պակաս չկար, Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է դատարանին որպես վկա հարցաքննելու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին եւ եւս երկու անձի, պաշտպանական կողմը հիմնավորում է, որ Վարդապետյանն ու Պողոսյանը հարցազրույցներ ունեն այս գործի վերաբերյալ եւ պարզաբանող հարցեր տալու անհրաժեշտություն կա։ Իսկ իր ելույթում Սրբազան հայրն անդրադարձել է ոչ թե իրեն վերաբերող գործին, այլ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ Բաքվի դատարանի վճիռներին։ Մասելիքը այսօր ցավալի բանի մասին է, ամոթի եւ խայտառակության, ճիշտ այսօր Բաքվի դատարանում Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ ազատազրկման են դատապարտել ամոթ այն ամբողջ հասարակական եւ ոչ հասարակական քաղաքական ու պետական մտքին, ովքեր աջակից են եղել այս ամբողջ գործընթացին։ Այսօր մեր եղբայրներին երկարատև տարիների տանջանքից հետո նաեւ ցմահ դատապարտել են բանտարկության, որը պարզապես առաջին հերթին ուղղված է ոչ թե այս կամ այն անհատին, այլ ուղղված է հավաքական մեր գոյությանը ընդհանրապես, թե մենք ապրելու իրավունք ունենք կամ ոչ։ Եվ սրա մեջ այս գործընթացը, այս մեր դատական գործընթացը ինչ որ տեղի է ունենում, այն բոլոր դատավորներով հանդերձ, որոնք անցել են այս փուլը, որոնց անունները մեկիկ ես կնշեմ հետագայում, քննիչներով, մեղադրողներով, դատավորներով, հրահանգ տվողներով, Սաուդյան Արաբիայում կամ որտեղ բանդակներ ստացողներով, Եվրոպայի խորհրդարաններում զրպարտողներով, բոլոր այս համակարգով հանդերձ իրենց պարանոցին է դրված այսօրվա Բաքվի բանտում տեղի ունեցած այդ վերդիկտ կոչվածը։ Հրապարակել են հայրենիք կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի գործի վերաբերյալ որոշումը։ Նա կմնա կալանքի տակ, գրել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։ Հիշեցնեմ, որ նրան նույնպես քաղբանտարկյալ են համարում։
Ազգային ժողովի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովը 3 հավանության է արժանացրել տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի արգելվելու է տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմի, բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկության տարածումը, ազգային ռասայական, սեռային կրոնական ատելություն բորբոքելու վերաբերյալ հաղորդումների հեռարձակումը։ Բայց եթե այս արարքներն արդեն իսկ քրեորեն պատժելի են, որն է իմաստը այն ներառել տեսալսողական մեդիայի մասին օրենքում և արդյոք մեդիաների ազատությունը չի սահմանափակվում այս օրենքով, գործընկերոջս հարցին պատասխանել է հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը։ Հավատացնում եմ ձեզ, որևէ միտում չկա ինչ-որ բան սահմանափակել, մենք միշտ մի կարևորագույն մեր միսիան մենք համարում ենք առաջի հերթին բավարարել հեռուստաընկերությունների պահանջմունքը և ցանկացած նույնիսկ երկիմաստություն, օրենքի մեջ մենք միշտ փորձում ենք մեկնաբանել հօգուտ հեռուստաընկերությունների։ Նեթանյահուն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Հանդիպման հիմնական թեման Միացյալ Նահանգներ Իրան միջուկային բանակցություններն են, որոնք տեղի կունենան վաղը Օմանում։ Իսկ Կրեմլը հայտարարել է, որ չի ցանկանում ժամանակ վատնել պատասխանելով արևմտյան լրատվամիջոցներում տարածված անհիմն ենթադրություններին, թե հանգուցյալ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը ռուսական հետախուզության գործակալ կարող էր լինել։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երեքշաբթի հայտարարել էր, որ Վարշավան հետաքննություն կսկսի Էփշտեյնի և Ռուսաստանի Դաշնության հետախուզական ծառայությունների միջև հնարավոր կապերի, նաև Լեհաստանի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։ Տուսկը սակայն իր պնդումների համար որևէ ապացույց չի ներկայացրել։ Իսկ Թրամփը վստահ է, որ մահից հետո դրախտ է գնալու։ Ես իսկապես կարծում եմ, որ հավանաբար դրախտ կընկնեմ։ Ես կատարյալ թեկնածու չեմ, բայց շատ բարիք եմ գործել մարդկանց համար, ասել է նա։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի վաղը առավոտյան ժամը 9-ին, կհանդիպենք բարի գիշեր։